Կորտիկոստերոիդները դա պրեպարատների խումբ է, որոնք շատ լայն կիրառվում են այժմյան բժշկության մեջ, հատկապես մաշկաբանության մեջ։ Մի փոքր պատմական ակնարկ, ամեն ինչ սկսեց 1948 թվականի ապրիլի 13-ին, երբ Մեյոյի կլինիկում փորձարկվեց մի պրեպարատ, որը ստացվել էր եզան մակերի կամի կեղևից, որը անվանեցին կորտիզոլ, եւ այդ պրեպարատը գրեթե հրաշքներ էր գործում, որովհետեւ կիրառվում է ռևմատոիդ արտրիտ ունեցող հիվանդների բուժման համար եւ հիվանդներ, որոնք գրեթե չէին կարողանում շարժվել, քայլել, 1-2 ներարկումից հետո ամբողջովին վերականգնվեցին եւ այդ պրեպարատը այնպիսի մեծ ազդեցություն ունեցավ բժշկության մեջ, որ հեղինակները պրեպարատի արժանացան Նոբելյան մրցանակի 1950 թվականին։ Երկու մաշկաբաններ, Սուլցբերգերն ու Վիտենես, սկսեցին կիրառել կորտիկոստերոիդները որպես տեղային պատրաստուկներ, քսուկների ձևով եւ 1952 թվականին տպագրեցին հոդված, որը կոչվում էր F-նյութի կիրառումը տարբեր մաշկային հիվանդությունների բուժման ժամանակ եւ բավականին մեծ արդյունավետություն ներկայացվեց։ Հենց այդ հոդվածից ամեն ինչ սկսվեց։ Այստեղ կար մի նախադասություն, որ այս խմբի դեղամիջոցների կիրառումը, օգտագործումը կարող է ինչպես փրկել, այնպես էլ վնասել հիվանդին։ Հիմա անցնենք ստերոիդոֆոբիային։ Ինչ է իրենից ներկայացնում։ Երևույթ, որը հանդիպում է թե բժիշկների, թե պացիենտների մոտ եւ իրենից ներկայացնում է վախ կորտիկոստերոիդային պրեպարատների իհարկե կողմնակի ազդեցությունների։ Իմ կարծիքով հիմնական խնդիրը թերի տեղեկացվածությունն է։ Այսինքն շատ հաճախ թե բժիշկները եւ թե բուժառուները լավ չեն պատկերացնում պրեպարատի կողմնակի ազդեցությունները, ինչով այդ կողմնակի ազդեցությունները պայմանավորված, ինչպես կարելի է խուսափել այդ կողմնակի ազդեցություններից։ Ինչ վտանգներ սպասենք։ Մինչև իհարկե պրեպարատների մասին խոսելը մի փոքր ներկայացնենք վտանգները։ Այդ վտանգները կարող են բաժանել երկու մեծ խմբի՝ տեղային եւ ընդհանուր։ Տեղային վտանգները հետեւյալն են. մաշկի ատրոֆիա, ստրիաներ, ծելեանգեկտազիաներ, պերիորալ դերմատիտ, շատ հետաքրքիր մի հիվանդություն, որի բուժման համար կիրառվում են կորտիկոստերոիդներ, բայց արի ուտես, որ հենց ստերոիդները կարող են առաջացնել պերիորալ դերմատիտ։ Հիպերտրիխոզ, վիրուսային սնկային բակտերիալ վարակների ակտիվացում, սա նույնպես շատ հաճախ սխալ կիրառման հետևանք։ Կորյակային ցան, գունազրկում, ֆոտոսենսիբիլիզացիա եւ բազմաթիվ այլ ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի երևույթներ։ Ձեզ ներկայացվում են մի քանի դեպք, որտեղ կորտիկոստերոիդների սխալ ոչ ճիշտ կիրառման հետևանքով առաջացել են նմանատիպ փոփոխություններ, առաջին նկարի վրա պատկերված է մաշկի ատրոֆիա։ Այստեղ պատկերված է մի կին, որը երկար ժամանակ, մոտ գրեթե 1 տարի չվերահսկվող կիրառել է կորտիկոստերոիդներ։ Այսինքն, դիմել է բժիշկի ինչ-որ մի գանգատով, որի համար որպես բուժում նշանակվել է կորտիկոստերոիդային քսուկ, սակայն բժիշկը իհարկե կարծում եմ, որ նշել է, որ պետք է պրեպարատը կիրառել ինչ-որ սահմանափակ ժամանակ, սակայն հիվանդը չի լսել բժիշկի խորհրդին, չի հետևել բժիշկի խորհրդին եւ երկարատև օգտագործման հետևանքով նրա մոտ առաջացել են նմանատիպ փոփոխություններ։ Մաշկի ատրոֆիան այնքան ակնհայտ է, որ շատ պարզ երևում են անգամ անոթները, որոնք մաշկի տակով անցնում են։ Երկրորդ շատ հաճախ հանդիպող վտանգներից մեկը դա ստերոիդային ակնեն, այսպես կոչված։ Շատ հաճախ սխալմամբ թե բժիշկի նշանակման, թե պացիենտի սխալ կիրառման հետևանքով դեմքի շրջանում, հատկապես կորտիկոստերոիդների դեմքի շրջանում կիրառման հետևանքով առաջանում են նմանատիպ փոփոխություններ։ Ծելեանգեկտազիաներ, իհարկե, եթե մենք խոսենք 50-60 տարեկան մարդու դեմքի մաշկի մասին եւ նրա վրա տեսնենք ծելեանգեկտազիաներ, որովհետեւ լուրջ խնդրի իհարկե նշան սա կարող է չլինել։ Սակայն եթե ծելեանգեկտազիաները հանդիպում են 20 տարեկան երիտասարդի մոտ, որը զարգացել է կորտիկոստերոիդների սխալ կիրառման հետևանքով, իհարկե արդեն պետք է զգուշանալ։ Եվ ընդհանուր վտանգներ, դա մակերիկամների կեղևի ատրոֆիան է եւ այսպես կոչված Կուշինգի համախտանիշը, ու այստեղ մի քանի նկարով ձեզ կներկայացվի Կուշինգի համախտանիշը հենց Կուշինգի հետ միասին, դրա վրա շատ չկանգնենք, ինչի որովհետեւ Կուշինգի համախտանիշը կամ այսպես կոչված ընդհանուր վտանգները ավելի հաճախ զարգանում են կորտիկոստերոիդների ընդհանուր օգտագործման դեպքում, այսինքն ներարկումների կամ հաբերի ձևով կորտիկոստերոիդների նշանակումը կարող է բերել Կուշինգի համախտանիշի զարգացման։ Տեղային պրեպարատների կիրառումը, անգամ շատ երկարատև կիրառումը շատ քիչ հավանականությամբ կբերի Կուշինգի համախտանիշի զարգացման կամ ընդհանուր որևիցե երևույթների ի հայտ գալու։ Իսկ մաշկաբանության մեջ կորտիկոստերոիդները հիմնականում կիրառվում են տեղային
դեղաձևերի ձևով։ Այսպիսով կարող ենք ընդհանրացնել եւ ասել, որ տեղային կորտիկոստերոիդների ճիշտ ընտրության եւ կիրառման դեպքում դիտվող թերապևտիկ արդյունքը կգերազանցի հնարավոր վտանգները։ Ինչպես ընտրենք, ինչպես ճիշտ ընտրենք կորտիկոստերոիդները, որ գործոնների վրա ուշադրություն դարձնենք։ Իհարկե, շատ կարևոր է թե որտեղ է տեղակայված process-ը, որտեղ մենք պետք է կիրառենք այդ պրեպարատը։ Շատ կարևոր է հիվանդի տարիքը, ակտիվ նյութի հատկությունները։ Իհարկե, ոչ միայն ակտիվ նյութի, այլ նաև ուղեկցող նյութի հատկությունները նույնպես շատ կարևոր են։ Դեղաձևը, կիրառման մեթոդը, դոզավորումը եւ հիվանդության փուլը։ Ամեն մեկի մասին ավելի մանրամասն ձեզ ներկայացնեմ։ Կիրառման տեղակայումը։ Կարծում եմ, որ բոլորի համար հայտնի է, որ մարմնի տարբեր հատվածներում մաշկը ունի տարբեր հաստություն։ Օրինակ, եթե համեմատենք դեմքի եւ ներբանների մաշկի հաստությունը, ապա տարբերությունը տասնյակ անգամների է հասնում։ Այսինքն դեմքի մաշկը շատ ավելի նուրբ է, շատ ավելի բարակ է։ Նույնը կարելի է ասել նաեւ որովայնի առաջային պատի մասին, շեքի շրջանի մաշկի մասին, կոպերի շրջանի սեռական օրգանների կրծքագեղձերի մաշկի մասին։ Ափերի եւ ներբանների շրջանում մաշկը ամենահաստն է։ Հետևաբար, եթե մենք կարիք ունենք բուժելու այնպիսի մի հիվանդություն, որը տեղակայված է դեմքի վրա, կամ մարմնի ավելի նուրբ մաշկ ունեցող հատվածներում, անպայման պետք է հաշվի առնենք այդ հանգամանքը, պրեպարատը նշանակենք ավելի կարճաժամկետ, նշանակենք ավելի թույլ պրեպարատներ եւ իհարկե նախընտրություն տանք այն դեղաձևերին, որոնց ժամանակ ազդող նյութը ավելի քիչ է ներծծվում մաշկի մեջ։ Հաջորդը հիվանդի տարիքն է։ Որպեսզի երկար չթվարկել երեխայի մաշկի առանձնահատկությունը, ընդհանրապես նշեմ մի բան. երեխաների մաշկը շատ ավելի նուրբ եւ բարակ է, քան մեծահասակներինն է։ Հետևաբար, պրեպարատը տեղային կորտիկոստերոիդը նշանակելուց առաջ անպայման պետք է հաշվի առնել այդ հանգամանքը, թե ինչ տարիքի հիվանդի ենք նշանակում մենք պրեպարատ։ Նույն հանգամանքը պետք է հաշվի առնել նաև ծեր մարդկանց մոտ պրեպարատը նշանակելուց, որովհետև մաշկը նույնպես նուրբ է եւ բարակ եւ ներծծումը կարող է լինել մեծ քանակությամբ եւ բերել կողմնակի ազդեցությունների։ Ինչպես խուսափենք այս դեպքում կողմնակի ազդեցությունից։ Շատ կարևոր է պրեպարատի օգտագործման ժամը։ Օրինակ, նախընտրել է պրեպարատը նշանակել առավոտյան ժամերին, այս դեպքում բիորիթմերի հետ համահունչ կողմնակի ազդեցությունների քանակը ավելի քիչ կլինի։ Շատ կարևոր է, որպեսզի պրեպարատը թույլատրված լինի օգտագործել տվյալ տարիքային խմբում։ Շատ հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ երեխաներին նշանակվում են տեղային կորտիկոստերոիդներ, որոնք օրինակ արգելված են 2 տարեկանից ավելի փոքր երեխանի մոտ կիրառման, բայց արի ու տես, որ նշանակվում է, չգիտեմ, 1 տարեկան երեխայի համար։ Եվ իհարկե շատ կարևոր մի հանգամանք կորտիկոստերոիդների օգտագործումը զուգորդել խոնավացնող քսուկների հետ միասին, որոնք պոտենցում են պրեպարատի թերապևտիկ ազդեցությունը, միևնույն ժամանակ նվազեցնում են դոզան, հետևաբար խուսափում են կողմնակի ազդեցություններից։ Ակտիվ լրացուցիչ նյութերի հատկությունները։ Տեղային կորտիկոստերոիդների քանակը բավականին շատ են եւ նրանք երկու տարբեր դասակարգմամբ բաժանվում են շատ ուժեղ, միջին, թույլ եւ շատ թույլ խմբերի եւ ամեն մի դեպքում մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք, այսինքն կլինեն մաշկային հիվանդություններ, որոնց ժամանակ պետք է բուժումը սկսել ուժեղ կորտիկոստերոիդից, հետո շարունակել թույլով։ Մեկ այլ դեպքում նախընտրել է թույլ կորտիկոստերոիդ, որովհետեւ օրինակ երկարատև բուժում է պահանջվում, նախատեսվում է երկարատև բուժում կամ դեմքի շրջանում տեղակայված process եւ այս դեպքերում նախընտրելի է ավելի թույլ կորտիկոստերոիդների կիրառում, որպեսզի կողմնակի ազդեցություններից հեռու մնանք։ Պետք է հիշել հետևյալը. կորտիկոստերոիդները օժտված լինելով տեղային իմունոսուպրեսիվ ազդեցությամբ կարող են նպաստել բակտերիալ, սնկային, վիրուսային process-ների ակտիվացման եւ զարգացմանը։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ երկարատև կորտիկոստերոիդների կիրառումը շատ հաճախ բերում է հենց նման տիպի բարդությունների առաջացման եւ հիվանդին չտեղեկացնելու դեպքում մենք կարող ենք իհարկե մի process-ը ընկճելով, բայց նպաստենք մեկ այլ հիվանդության զարգացմանը։ Եվ իհարկե շատ կարևոր մի բան, բազմաթիվ կորտիկոստերոիդները կան արդեն կոմբինացված դեղամիջոցների ձևով, այսինքն զուգորդում հակասնկային եւ հակաբակտերիալ նյութերի հետ միասին, որոնք իհարկե հեռու են պահում մեզ նման տիպի բարդությունների առաջանալուց։ Հաջորդ հանգամանքը դա դեղաձևն է։ Բազմաթիվ դեղաձևեր կան տեղային օգտագործման համար, ես ուշադրությունը կհրավիրեմ հետևյալ 3-ի. քսուկ, նրբաքսուկ եւ լոսյոններ։ Շատերի համար ավելի ծանոթ են եւ դեղատուփերի վրա հենց ռուսերեն է նշված՝ մազь, կրեմ, լոսյոն։ Ամեն մեկի մասին մի քիչ ավելի մանրամասն։
Քսուկները դա ճարպի մեջ լուծված ազդող նյութն է, հետևաբար նման տիպի պրեպարատների կիրառումը նպատակահարմար կլինի այն դեպքերում, երբ ունենք կոպիտ հաստ մաշկ եւ նպատակ ունենք պրեպարատը ավելի խորը ներթափանցելու, կամ խոսքը գնում է մարմնի այն տեղամասերին, որտեղ մաշկը շատ ավելի հաստ է եւ բուն process-ին հասնելու համար պետք է ավելի հաստ, ավելի երկար ճանապարհ անցնել։ Օրինակ, ափերի եւ ներբանների վրա պրեպարատների կիրառումը ավելի նպատակահարմար է քսուկների ձևով, մազերի ձևով։ Նրբաքսուկներ կամ կրեմներ։ Այստեղ ճարպի պարունակությունը շատ ավելի քիչ է եւ այս պրեպարատները նախընտրելի է կիրառել բոլոր այն տեղամասերում, որտեղ ունենք քրոնիկ եւ ենթասուր ընթացքով process-ներ, այսինքն ավելի չորացած մաշկ, որը կարիք ունի ինչ-որ չափով նաև խոնավացման։ Մեկ եւ երկրորդը, բազմաթիվ մաշկային հիվանդությունների ժամանակ ունենք հեղուկ արտադրություն մաշկի մակերևույթից եւ շատ հաճախ այդ հեղուկ արտադրությունը լվանում, մաքրում է բոլոր այն դեղամիջոցները, որոնք նրա վրա կիրառվել են։ Այս դեպքում կրեմը ինչ-որ չափով կօգնի մեզ, որովհետեւ կրեմի կիրառումը, նրբաքսուկի կիրառումը իհարկե չի լվացվի, կմնա մաշկի մակերևույթին։ Չնայած այդտեղ պետք է ասենք, որ ցանկացած մաշկային հիվանդության տեղային բուժման ժամանակ ցանկալի է հասնել մաշկի չորացման, հետո նոր շարունակել բուժումը տեղային միջոցներով։ Եվ իհարկե լոսյոններ, սրանք հեղուկ դեղաձևեր են, բավականին ակտուալ դեղաձևեր Հայաստանում, ինչի, որովհետև մեր մոտ շատ ավելի հաճախ մենք կհանդիպենք մարդկանց, ում մարմնի մազածածկույթը բավականին խիտ եւ առատ է եւ քսուկի եւ նրբաքսուկի կիրառումը բավականին լուրջ դժվարություններ են այս դեպքում ներկայացնում, կոսմետիկ անհարմարավետություն։ Եվ իհարկե գլխի մազածածկույթի մասին է խոսքը գնում, այն մազածածկույթի, որտեղ մազեր կան։ Նման դեպքերում ավելի նպատակահարմար է հեղուկ դեղաձևեր կիրառել, որպեսզի նախ եւ առաջ կոսմետիկ անհարմարավետություն չլինի եւ երկրորդը ավելի հարմար լինի հասնել հենց բուն օջախին։ Տեղային դեղամիջոցների դոզավորումը բավականին լուրջ դժվարություններ իրենց ներկայացնում, որովհետեւ մի դեպքում հիվանդը լինելով շատ առատաձեռն մարդ կարող է միանգամից ամբողջ պարունակությունը քսել մաշկի վրա, դրանով իհարկե գերածախս անելով, բայց միևնույն ժամանակ նպաստելով կողմնակի ազդեցությունների առաջացմանը, մեկ ուրիշ դեպքում ավելի խնայողաբար լինելով շատ քիչ քանակությամբ պրեպարատն օգտագործի եւ չունենա արդյունք։ Որպեսզի նման տիպի երևույթներ չլինեն, նկարի վրա ներկայացված է մի սխեմա, որտեղ խոսվում է դոզավորման համար շատ հարմար մի միավորի մասին, կոչվում է մատի ծայրի միավոր կամ ցուցամատի ծայրի միավոր, եւ նկարի վրա ներկայացված է, թե մարմնի տարբեր հատվածները մշակելու համար ինչ քանակի պրեպարատ է հարկավոր։ Դեմքի համար մոտավորապես 2.5-3 մատի ծայր, կրծքավանդակը մշակելու համար մի քիչ ավելի շատ 7 մատի ծայրի միավոր, խոսքը գնում է մեկ անգամյա մշակման մասին, օրինակ ոտքի համար 6 եւ այլն եւ այլն։ Կիրառելով այս մեթոդը մենք կարող ենք ինչ-որ չափով կոնկրետ դոզա ընտրել եւ ժամանակի ընթացքում նույն չափով պրեպարատը կիրառվի։ Հիվանդության փուլը։ Մաշկային շատ հիվանդություններ բուժման ազդեցության տակ փոխում են իրենց ընթացքը։ Օրինակ վերցնենք շատ տարածված մի հիվանդություն, որը կոչվում է պսորիազ, սկզբնական շրջանում մինչև դեղի կիրառումը մենք ունենք թեփով ծածկված մակերևույթ։ Սկսում ենք օգտագործել պրեպարատ, իհարկե նախընտրելի է, որպեսզի պրեպարատը պարունակի նաև օրինակ սալիցիլաթիթու, կերատոլիզիկ ազդեցությամբ նյութեր, որպեսզի հեշտությամբ հեռացնենք կեղևները, եւ ինչ որ X ժամանակ հետո հիվանդը գալիս է ձեր մոտ, ասում է, որ սկզբնական շրջանում բուժումը շատ արդյունավետ էր, թեփերը գրեթե անցել են, բայց մնացել է ինչ-որ կարմրավուն բիծ, որը ոչ մի ձևով չի ենթարկվում բուժման։ Ինչի, որովհետև մեր օգտագործող պրեպարատի մեջ կա սալիցիլաթիթու, որը շարունակում է գրգռել մաշկը, այստեղ արդեն թեփ չունենք, ազդում արդեն անմիջապես մաշկի վրա եւ մենք ստանում ենք այն նման գրգռիչ ազդեցություն։ Հետևաբար, անպայման հաշվի առնելով հիվանդության փուլը, մենք նրան կնշանակենք նաեւ պրեպարատ, որը չունի արդեն այդ սալիցիլաթիթուն։ Շատ կարեւոր մի խումբ մարդկանց, որոնց մոտ շատ հաճախ մենք կարիք ենք ունենում կորտիկոստերոիդների կիրառման եւ բազմաթիվ դժվարությունների առաջ են կանգնում, դրանք հղիներն են։ Չկա միանշանակ կարծիք տեղային կորտիկոստերոիդների օգտագործման վերաբերյալ, չկա մի կորտիկոստերոիդ, որը ազատ կարելի է կիրառել հղիների շրջանում։ Կորտիկոստերոիդի ընտրությունը իհարկե կատարվում է օգուտ եւ ռիսկ այդ համադրությունից ելնելով, չնայած կան մի քանի կանոններ, որոնց հետևելով մենք իհարկե հնարավորինս կբարձրացնենք թերապևտիկ արդյունավետությունը եւ իհարկե կքչացնենք ռիսկը։ Նախ եւ առաջ խոսքը գնում է ֆտոր
կամ հալոգեն պարունակող կորտիկոստերոիդների մասին խորհուրդ չի տրվում հղիության ժամանակ օգտագործել այդ ֆտորացված կորտիկոստերոիդներ, ինչի որտեղ նրանք ավելի խորն են թափանցում մաշկի մեջ եւ շատ հաճախ ունենում են նաեւ ռեզորպտիվ ընդհանուր ազդեցություն։ 5-րդ ամսից սկսած, երբ ձևավորվում է ընկերքը, կորտիկոստերոիդների կիրառումը մի քիչ ավելի ազատ կարելի է կիրառել, բայց նույնպես խորհուրդ չի տրվում կիրառել ֆտորացված կորտիկոստերոիդներ։ Հաջորդը չկիրառել մարմնի 10%-ից ավելի մեծ տեղամասերի վրա, որովհետև այս դեպքում նույնպես ընդհանուր ազդեցությունը կլինի ավելի մեծ։ Եվ շատ կարևոր մի բան օգտագործել այսպես կոչված ընդմիջվող կուրսեր, իսկ կորտիկոստերոիդների կիրառումը ընդմիջնել խոնավացնող քսուկների կիրառմամբ եւ նման տիպի ընդմիջումներով մենք կարող ենք նույնպես մեծացնել թերապևտիկ արդյունավետությունը եւ նվազեցնել ռիսկը։ Կան մի քանի հակացություններ, որոնց դեպքում ոչ մի պարագայում չի կարելի նշանակել տեղային կորտիկոստերոիդներ։ Նախ եւ առաջ կորիակային ցանը։ Ինչի եմ սա առաջի տեղում նշում, որովհետեւ շատ հաճախ պրակտիկայում ունենում ենք դեպքեր, երբ որ կորիակային ցանի ժամանակ հիվանդին նշանակվում են կորտիկոստերոիդներ, որը բավականին ծանրացնում, վատացնում է հիվանդության ընթացքը։ Հաջորդը դա վիրուսային, սնկային եւ բակտերիալ ախտահարումներն են։ Ասացինք, որ կորտիկոստերոիդները օժտված լինելով տեղային իմունոսուպրեսիվ ազդեցությամբ խթանում են նման տիպի պրոցեսները։ Իհարկե խոսք չի գնում կոմբինացված կորտիկոստերոիդների մասին, այս դեպքում որոշ իհարկե սահմանափակումներով պրեպարատի կիրառումները թույլատրված են։ Մաշկի խոցային ախտահարումներ։ Հիշում ենք, որ կորտիկոստերոիդները դանդաղացնում են մաշկի վերականգնումը, ճնշում են ռեգեներատիվ հատկությունները։ Հետևաբար, եթե ունենք խոցային ախտահարումներ, ոչ մի դեպքում չի կարելի նշանակել պրեպարատներ, որոնք պարունակում են կորտիկոստերոիդներ։ Բացարձակ հակացություններից են նաև մաշկի տուբերկուլոզը, բորը, սիֆիլիսը, իհարկե նրանք ավելի հազվադեպ են հանդիպում եւ հետաքրքիր մի երևույթ՝ գերզգայունություն կորտիկոստերոիդների նկատմամբ։ Ամփոփելով պետք է ասենք հետեւյալը. մինչև դեղի նշանակումը նախ եւ առաջ համոզվել, որ տվյալ հիվանդությունը բուժվում է տեղային կորտիկոստերոիդով, հետո նոր նշանակել կորտիկոստերոիդ։ Երկրորդային ինֆեկցված մակերեսների վրա նախընտրելի է կոմբինացված դեղամիջոցների կիրառում եւ ավելի թույլ կորտիկոստերոիդներ պետք է կիրառել երեխաների մոտ եւ տարեց մարդկանց մոտ։ Ինչպես նաեւ շատ կարեւոր մի բան, պետք չէ գերագնահատել տեղային կորտիկոստերոիդների ազդեցությունը մաշկաբանության մեջ, դերը մաշկաբանության մեջ։ Շնորհակալություն։